ներկաներ, Շանթ հեռուստաընկերությունը դիտող, հպարտ հեռուստադիտողներ ողջունում եմ ձեզ։ Մենք կրկին կկատակենք քաղաքական թեմաների շուրջ։ Մի վարքյան, Գևոր, էլի քաղաքական հումոր։ Հա, խնկո ջան, որտեվ քաղաքականը ամենաակտուալն է։ Ուզում ես ասես ուրիշ ակտուալ ինչ-որ տես թեմաներ չկար, կարելի է կատակել։ Եթե կա, արի, հանդիսատեսեց ապահարությունների միջոցով պարզենք, կա։ Արի, օրինակ, ով գիտի, որ Նիգերիայում հայտնաբերել են աշխարհի ամենանեղ փողոցը։ Մի հոգի էդ էլ նիգերիացի է, բաղացես։ Լավ, ով գիտի, որ ճապոնացիք հայտնագործել են մի հատ ռոբոտ, որը կատարում է սրտանոթային վիրահատություններ։ Էս էլ երկու հոգի, մեկ այդ ռոբոտը, մեկ էլ նույն նիգերիացին։ Իսկ ովքեր են տեղյակ, որ վերջերս Նիկոլ Փաշինյանի լայվի ժամանակ Արփին մտավ սենյակ եւ ասեց ուր է Աշոտը։ Սիրելիներս, մենք ուզում էինք շեղվենք քաղաքական թեմաներից, բայց դուք ուզեցիք։ Բեմին հետրիկն է։ Surprise։ Ողջունում եմ բոլորիդ հարգելի համաքաղաքացիներ։ Եվ շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա առիթով։ Սերժը ուր է, Սերժ մատարի բեմ, հա։ Թանկյանը չէ, Սարգսյանը։ Ճիշտ ասած իմ հետ էլ է մի անգամ սես դեպքերը խառնել եմ հետքոսի։ Պարոն նախագահ, խնդրում եմ մի բան ասեք, բոլոր ձեր խոսքին են սպասում, ասացեք ձեր առաջին բառը։ Մամա։ Այո։ Վերջապես դուք պատասխանեցիք։ Կարող եք մի քանի հարցի եւս պատասխանել։ Ինչի դուք եք հանրապետական, գնացեք։ Լավ, քանի բոլորով հավաքվել եք մի երկու բան ասեք։ Այ կներեք զանգարում են։ Ալո, հա, խոզի միսը վերցրել ես, հա։ Իջևանի խոզա, չէ։ Զգացի, հա։ Լավ։ Ուրեմն բաստուրմայի համար մենակ սև բիբարեսանում մեկ է մի քիչ խոշոր աղ, հա, հետո պրասպեկտում կխորովենք, լավ, հա, ինչ էի ասում, Արփին զանգեց, ոնց որ մոռացա ինչ էի ուզում ասել, ինչ էի ասում, ինչ որ ամունիստիա եք ուզում անեք այսօր։ Արմատ, ինչ ամունիստիա, ինչ որ ասում էր, Սերժը ճիշտ էր, ես խալվեցի, որ չկա նմանատիպ բան, ես շատ լավ եմ հիշում էի, թե ինչ էի ուզում ասել։ Ինչ էի ուզում ասել, Արփի։ Հատաղեի, կրեք նա հետ եկեք, հա եկեք շեղվենք սցենարից, իմիջալոց ասեմ իմացեք, որ հումորային սցենարը աշխարհի ամենաթանկ բարիկներից մեկն է, և եթե ամենաթանկարժեք այդ բարիկներից երրորդ տեղը զբաղեցնում է Comedy Club-ի սցենարը, երկրորդ տեղը զբաղեցնում է Simpson-ներ մուլտֆիլմի սցենարը, ապա առաջին տեղում զբաղեցնում է մեր հետրիկ թիմի սցենարը, քանի որ այն գրում են այնպիսի հարուստ մարդիկ, ինչպիսիք են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և իհարկե պարոն Փաշինյանը։ Աշնան, բայց ըլը մի րոպե, բայց քո հարստությունը ո՞րն է։ Իմ հարստությունը, ժողովրդի հարգանքը, սերը և իհարկե վստահությունն է։ Բաբարիկներդ, անալայք ես, Փաշինյան, բայց քանի խոսք ընձեռվել է ինձ, ես մի բան եմ ուզում խոսամ, Նաիրա ջան, կարող է տեղյակ լսեն Պետրոսյան Գևորի հեծանի ով է վերցրել։ Չէ՞։ Բայց ինչ է, Նաիրա ջան։ Ոչ։ Հայտանիմը ես եմ կողացել։ Ես եմ կողացել այդ հայտանիմը, որպեսզի միայն
Նայրա Զորաբյանը բդու գոլում հեծանիվ քշի։ Տիկին Զորաբյան, ուզում եմ հիշեցնեմ, որ մագան է ձեր մոլի երկրպագուն։ Ոչ թե մագա, այլ Նայրա Զորաբյան դվա։ Տիկին Զորաբյան, ես շատ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ, իմ երազանքը վերջապես կատարվեց, թույլ տվեք գրկեմ ձեզ։ Ու իմացեք, որ խմբակցության երկրորդ դեմքը հենց դուք եք, դուք, ոչ թե մարդը մեկը։ Որ այսօր այստեղ է ձեր կողքին նստած և դրա համար շատ հպարտ է, որ այսօր այստեղ է ձեր կողքին նստած։ Մագա մի հատ արի բեմ։ Չեն գա, Մագա մի հատ արի բեմ։ չեն գա։ Մագա։ Եվ ինչպես տեսնում եք, այո, մենք գնում ենք դեպի հումորի լիգայի հաղթանակի և մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել, նույնիսկ կանացի կերպարանքով տղան։ Հակահեղափոխական դիշովկեքին նայի, հա, հինարին տես։ Լավ արե 1,120,000 ծախսել, պետք կներ 7 միլիարդ կծախսել։ Դրան նայի, կասկադում է մի հատ մեծ եղնիկ կխորովեր։ Հլը մի րոպե։ Կամ էլ օծ։ Գայա ջան, ազը ջան, այդ մեղուներից ես պաշտպանվում։ Ես մերա, այդ թզբեղներ ինչ ես գիտե բերգի։ Խենշան աստված։ Վայ, գայան ջան, անոր սերոն անջիգան, հարես։ Տիկին ջեմա, դուք խաղթում եք մեր օրակարգը խաղթել չի կարելի։ Ընկերուի ջան, մի հատ հանգստացել։ Ինչ է ձեզ եք կատարվում։ Դուք ով եք։ Տիկին ջեմա, մագանա, Նայրա Զորաբյանի մոլի երկրպագուն։ Հա, ես էլ Աբովյանի մոլի երկրպագուն եմ։ Աբովյան ջան, գիտեք, որ դուք ես ձեր կումիրն եմ։ Շատ նա հետևում եմ ձեզ այդ կենտրոնով, որ հաղորդում եք վարում, բան եք անում այդ, հիմա գնացել եք հանրային հեռուստաընկերություն, ճիշտ է, մի քիչ այդ էկրանից քաչալ եք ու մեկ է չաղ եք երևում, բայց դե ոչինչ էլի Պետրոս ջան։ Պետրոսնա, չէ՞։ Ձեզ շատ եք ձերով, այդ մամայի եփածը շատ ինտելեկտուալ հաղորդում է, տակ ձիրժատ, միշտ վարեք ձեզ հետևում եմ։ Շատ լավ է, շատ ոտք է դում։ Վայ, մերա ես։ Տիկին ջեմա, խնդրում եմ լքեք դահլիճը։ Մեղա քեզ տեր ասված, մարդ եք խառներ, զանգել եք, խնդրեմ պաղատել եք, հիմա էլ լքեք։ Լքեմ։ Էս ինձ զոլում է։ Ուրա տնորենը, տնորենը ուր այստեղ։ Տիկին Զորաբյան, իրականում մագան այնքան է սիրում ձեզ, որ ոչ միայն նմանակում է ձեզ հագուստով, ձայնով, այլ նաև իր չոլկայով։ Ասեմ ավելի քնելուց առաջ։ Ոնց թե։ Կելակ!
Լավ, մի հատ հանգստացեք, ասենք, Ծառուկյան ասեք, թե հասկանում է, որ Տիկին Զորաբյանի վերել եք, ասեք, գովերքում եք, ամեն ինչ լավ եք անում, բայց ասեք, Ծառուկյանը ոսկա թող Աբովյանը միտեղ նեղվի, ասեք, Աբովյան ջան, ես քեզ ոսկա նամ աշկա թող անեմ, ասեք, հələ ստուդիո նվերը, դավայ։ Oh my God. The club's packed. I rap the rap. Ladies are up here from front to back, and they love my soul. I reply, baby girl, don't you know that I am the Ամրես, Աչու ջան։ Շատ լավ, Աբովյան ջան, որ դու գոհ ես ասեք, թե, բայց դե Ծառուկյանը շատ արդար մարդ է։ Ծառուկյանը հավասարություն է սիրում։ Դրա համար ասեք, ո՞նց կարա մենակ Աբովյանն է, ասեք, հյուրասիրվի մնացածը չէ։ Դա համար մի հատ է ստուդիո։ Աբովյան ջոգի նվերը դուրներ, ասեք, սեզոնից դուս եսկան ձմերը գուր դերից է, այդ Եվ վերջում մենք ուզում ենք մեր ելույթը ավարտենք այնպես, ինչպես ծիծաղում